Միջազգային լրահոսն այսօր։ Անտալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիպ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի նախագահականից հայտնում են Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, գոհունակություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ և ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Բաքվից էլ հայտնում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր Անտալիայում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Հաղորդագրությունում նաև նշված է, որ Իլհամ Ալիևն ու Ռաջեփ Թայիպ Էրդողանը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ։ Հիշեցնենք, սա վերջին 1.5 ամսվա ընթացքում Էրդողանի ու Ալիևի արդեն երկրորդ հանդիպումն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում զբոսաշրջային ուղղաթիռի կործանումը մղձավանջ է անվանել և խոստացել է, որ ամերիկյան իշխանությունները շուտով կներկայացնեն միջադեպի նախնական պատճառները։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է X-ի իր էջում։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին և նրա տաղանդավոր ենթականերն ակտիվորեն զբաղվում են այդ գործով։ Շուտով կհետևեն հայտարարություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, նշել է նախագահ Թրամփը։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ավելի վաղ հաստատել էր, որ Հուդզոն գետում վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր 6 անձինք զոհվել են։ ABC News-ի փոխանցմամբ ավիաաղետի հետևանքով զոհերը Siemens-ի Իսպանիայի և Հարավարեմտյան Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Ագուստին Էսկոբարն է կնոջ և 3 երեխաների հետ։ Զոհվել է նաև ուղղաթիռի օդաչուն։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կհանդիպի ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, քննարկելու ուկրաինական կարգավորման գործընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Բնականաբար Ուիթքոֆը որպես նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ ինչ-որ բան կհասցնի Պուտինին։ Պուտինը դա կլսի, ուկրաինական կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ զրույցը կշարունակվի, նշել է Պեսկովը։ Ավելի վաղ էլ ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Չինաստանը այսօր հայտարարեց Միացյալ Նահանգներից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքերի մասին 125%-ի նախկին փոխարեն 84%։ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարության մեջ ընդգծում է, որ այդ կերպ Պեկինը պատասխանում է Միացյալ Նահանգների կողմից նոր 145%-ի հասնող մաքսատուրքերին։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել Եվրամիությանը համատեղ գործողություններ ձեռնարկել ԱՄՆ-ի քաղաքականության դեմ պաշտպանելու ոչ միայն իրենց օրինական իրավունքներն ու շահերը, այլև միջազգային արդարությունը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Չինաստանից ներկրվող մաքսատուրքերը 125%-ի հասցնելու մասին։ Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիության անդամակցությունը շարունակում է մնալ առաջնահերթություն Թբիլիսիի համար, միաժամանակ պահպանելով լավ հարաբերությունները հարևան պետությունների, այդ թվում Ռուսաստանի հետ։ Մեր գլխավոր առաջնահերթությունը Եվրամիությանը անդամակցելն է, միաժամանակ մենք պահպանում ենք խաղաղ, բարիադրիացիական հարաբերություններ մեր հարևանների հետ, ասել է Վրաստանի վարչապետը։ Ելույթ ունենալով Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը վրացական կառավարության ղեկավարը նշել է, որ նույնիսկ օկուպացիայի պայմաններում Վրաստանը հետևում է խաղաղ և պրագմատիկ տեսլականին։ Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց միևնույն ժամանակ մենք ինտենսիվ տնտեսական քաղաքականություն ենք վարում և առևտրային գործընկերություն ունենք Ռուսաստանի հետ։ Սա շատ կարևոր բաղադրիչ է մեր տեսլականում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը, մնացեք Օրագիր Նյուզի հետ։